Բարձր դատարան մեր գնահատմամբ սույն գործով իրավական գնահատման առանցքում պետք է դրվի ոչ թե այն հարցը, թե ընտրական գործընթացում առանձին խախտումներ եղել են, թե ոչ, այլ այն, թե արդյոք այդ խախտումները իրենց բնույթով, ծավալով եւ բովանդակությամբ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա եւ կասկածի տակ դնել ընտրողների կամքի ընդհանուր արտահայտումը։ Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի Սահմանադրական դատարանների կողմից ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ հրատապ զեկույցից բխում է, որ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական խախտումների արձանագրման սովորական կամ ավտոմատ հետևանք։ Ընտրությունների չեղարկումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները կարող էին ազդել քվեարկության արդյունքի վրա։ Նույն զեկույցից բխում է նաև, որ ընտրությունների անվավեր ճանաչման համար անհրաժեշտ է երկու պայման։ Նախ պետք է հաստատվեն էական ընտրական խախտումներ եւ երկրորդ պետք է ապացուցվի, որ դրանք ազդել են կամ կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Այստեղ առանցքային նշանակություն ունի նաև ապացուցման բեռի հետ կապված հարցը։ Ապացուցման բեռն այս դեպքում կրում է դիմողը, որը պարտավոր է ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտման փաստը, այլև դրա պատճառական կապը ընտրությունների վերջնական արդյունքի հետ։ Ընդհանուր բնույթի պնդումները կամ ենթադրությունները չեն կարող հիմք հանդիսանալ ժողովրդի արտահայտած կամքը անվավեր ճանաչելու համար։ Այս մոտեցումը հաստատվում է նաև Վենետիկի հանձնաժողովի 2020 թվականի ընտրական վեճերի լուծման վերաբերյալ զեկույցով, որի համաձայն ընտրությունների անվավեր ճանաչման հարցում որոշիչը ոչ թե խախտման առկայությունն է, այլ դրա ազդեցությունը արդյունքի վրա։ Թույլ տվեք անդրադառնալ նաև Սահմանադրական դատարանի ՍԴՎ 408 որոշմանը, որը մեր համոզմամբ սույն գործի համար ունի առանցքային նշանակություն։ Այս որոշմամբ Սահմանադրական դատարանը հղում կատարելով միջազգային սահմանադրաիրավական պրակտիկային արձանագրել է, որ ընտրությունները երկրում ներկայացուցչական ժողովրդավարության հաստատման եւ ժողովրդի կողմից հանրային իշխանության ձևավորման հիմնական միջոցն են։ Հետևաբար, ընտրությունների արդյունքների վրա կարող են էական ազդեցություն ունենալ միայն այնպիսի խախտումները, որոնք անհնարին են դարձնում քաղաքացիների սահմանադրությամբ հռչակված համընդհանուր, հավասար, ազատ գաղտնի եւ ուղղակի ընտրական իրավունքի իրացումը։ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ հստակեցրել է, որ այդպիսիք կարող են լինել նաև այն իրավախախտումները, որոնք աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընդհանուր պատկերը եւ հնարավորություն չեն տալիս միանշանակ եզրակացության հանգելու ընտրությունների ամբողջ գործընթացի վերջնական արդյունքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանի որոշման ամենակարևոր իրավական ուղերձներից մեկն այն է, որ ընտրությունների արդյունքների վրա տարաբնույթ խախտումների ազդեցության գնահատման արդյունքում չի կարող ոտնահարվել իրենց ընտրություն նորինական ճանապարհով կատարած ընտրողների ընտրական իրավունքը։ Այս մոտեցումը Սահմանադրական դատարանը վերահաստատել է նաև 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՎ 1606 որոշմամբ հղում կատարելով ՍԴՎ 408 որոշմամբ ձևավորված չափանիշներին կրկին արձանագրել է, որ անհրաժեշտ է գնահատել խախտման լրջությունը, ծանրությունը, ընդգրկման ծավալը, կատարման միջոցներն ու ձևերը, ինչպես նաև պարզել արդյոք այդ խախտումները կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ ՍԴՎ 1606 որոշումը հատկապես կարևոր է սույն գործի համար, որովհետև այդ գործով եւս դիմողները բարձրաձայնել են վարչական ռեսուրսի, կոշտ եւ սպառնալից ռետորաբանության, ատելության խոսքի, տեխնիկական եւ ընտրացուցակային խնդիրների, իրավապահ մարմինների գործողությունների եւ մանդատների բաշխման վերաբերյալ բազմաթիվ փաստարկներ։ Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը ԿԸՀ որոշումը թողել է ուժի մեջ արձանագրելով, որ ներկայացված պնդումները չեն հաղթահարել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ ապացուցողական շեմը։ Հետևաբար, սույն գործով դիմողների փաստարկները կարող են քննարկվել միայն այն չափով, որքանով դրանք հիմնված են կոնկրետ, իրավաբանորեն փաստարկված եւ ապացուցված խախտումների վրա, որոնք կարող էին էապես ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Բարձր դատարան, մինչ դիմողների առանձին փաստարկներին կամ դատողություններին անդրադառնալը ցանկանում եմ արձանագրել հետեւյալը։ Այս ընտրությունների ընթացքում նախընտրական գործընթացում առկա են եղել արատավոր դատապարտելի երևույթներ, որոնք պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի։ Խոսքը ընտրողների նախնական հավաքագրման,
նրանց քաղաքական նախասիրությունների ճշտման, միջնորդների ներգրավման, ընտրակաշառքի քողարկված սխեմաների և ֆինանսական հոսքերը թաքցնելու ու նմանատիպ այլ ենթադրյալ արարքների մասին է։ Այդ հանգամանքները քրեական դատավարությամբ սահմանված ընթացակարգով հաստատվելուց հետո պետք է աներկբա բերեն նրան, որ բոլոր մեղավոր անձինք և քաղաքական ուժերը կրեն օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվությունը։ Պետք է նշեմ, սակայն, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը բոլորովին այլ է։ Դատարանը պետք է գնահատի ոչ թե պարզապես խախտումների առկայությունը, այլ այն, թե արդյոք դրանք կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և կասկածի տակ դնել ընտրողների ազատ կամքի արտահայտումը։ Ժողովրդական կարգին վնաս հասցնելու փորձերը հաղթահարվել են հենց ժողովրդի կողմից։ Ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տվել, որ այդ խախտումները էական ազդեցություն ունենան ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Հիմա անդրադառնամ դիմողների կողմից որպես խախտումներ կայացվող հանգամանքներին։ Քանի որ իրենք և իրենց կողմից որպես փաստարկ ներկայացվող դատողությունները շատ են և մեզ հատկացված ժամանակահատվածը խիստ սահմանափակ է, մենք փորձել ենք խմբավորել դատողությունները և անդրադառնալու ենք միայն դրանցից մի քանիսին, հույս ունենալով, որ մնացածին կանդրադառնանք եզրափակիչ ելույթի ընթացքում։ Այսպես, դիմողները պնդում են, որ ընտրական գործընթացն իրականացվել է ատելության, խոսքի համակարգված տարածման պայմաններում, ինչը հանգեցրել է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտման։ Հատկանշական է, որ այս պնդումն անում են այն դիմողները, որոնք տարիներ շարունակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրներին պիտակավորել են որպես դավաճան, անվանարկել այլազգերի ներկայացուցիչների անուններով, պնդել են, որ աջակցելով քաղաքացիական պայմանագրին աջակցում են դավաճանությանը։ Չցանկանալով մեկնաբանել այս երևույթը, նշեմ, որ դիմումներում ներկայացված բոլոր դատողությունները կապված են եղել ոչ թե քաղաքացիներին վիրավորելու, թիրախավորելու և իմ կողմից հենց նոր նշված վարքագծին նմանվող երևույթների հետ, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուի քաղաքական խոսքի հետ։ Քաղաքական խոսքը հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում գտնվում է արտահայտման ազատության առավել բարձր պաշտպանության ներքո։ Ընտրությունները հենց այն ժամանակահատվածն են, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի կարծիքների, քննադատության, քաղաքական գնահատականների և նույնիսկ սուր կամ չափազանցված ձևակերպումների ազատ շրջանառությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած չափանիշների համաձայն արտահայտման ազատությունը պաշտպանում է ոչ միայն այն գաղափարները, որոնք ընդունվում են բարենպաստ կամ ընկալվում են որպես անվնաս, այլ նաև այնպիսի գաղափարներ և տեղեկություններ, որոնք կարող են ինչ-որտեղ վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է չափազանցության, անգամ սադրանքի որոշակի աստիճանը, այսինքն իր արտահայտություններում անձը կարող է որոշ չափով անզսպություն դրսևորել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009 թվականի համապատասխան որոշումից է մեջբերումը, մենք գրավոր դիրքորոշմամբ այդ որոշումները կներկայացնենք բարձր դատարան։ Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով արձանագրել է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ արտահայտություններն ունեցել են ակնհայտ կոպիտ, սուր կամ վիրավորական բնույթ, դրանք գնահատելով իրենց ընդհանուր համատեքստում դիտարկվել են որպես անմիջական հուզական արձագանք կամ կոշտ քննադատություն, այլ ոչ թե ինքնանպատակ վիրավորանք։ Բարձր դատարան այս գործի համար առանցքային նշանակություն ունի ինչպես քաղաքական խոսքի ընդունելի լինելու, այնպես էլ դրա ազդեցության գնահատականի հարցը։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Սահմանադրական դատարանի ՍԴՎ 1606 որոշումը։ Այդ գործով դիմողները ևս պնդում էին, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվել է բռնության կոչերով, սպառնալիքներով և ատելության խոսքի մթնոլորտով, ինչը ազդել է ընտրությունների արդյունքի վրա։ Սակայն Սահմանադրական դատարանը հստակ տարանջատել է արտահայտությունների գնահատման և ընտրությունների արդյունքների վրա դրանց ազդեցության հարցերը արձանագրելով։
Ամեն դեպքում Սահմանադրական դատարանը հարկ է համարում այդ արտահայտություններին անդրադառնալ դրանց հասցեականության տեսանկյունից, արձանագրելով, որ չնայած դրանց անընդունելի կոպտությանը եւ ցնցող ազդեցությանը, վկայակոչված արտահայտությունների համատեքստի վերլուծությունից բխում է, որ դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին եւ ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել։ Հետևաբար չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա։ Այս իրավական դիրքորոշումը մեր գնահատմամբ ամբողջությամբ կիրառելի է սույն գործով։ Դիմողները պարտավոր էին ապացուցել ոչ միայն այն, որ քաղաքական խոսքը եղել է կոշտ կամ անընդունելի, այլև որ այն իրավական ազդեցություն է ունեցել ընտրողների քաղաքական կամքի ձևավորման վրա եւ իր ծավալով կարող էր ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Նման ապացույց սակայն դատարանին չի ներկայացվել։ Ուստի միայն քաղաքական խոսույթի երբեմն կոշտ լինելը, որը իրականում եղել է սադրանքին արձագանք, չի կարող գնահատվել որպես ատելության խոսք եւ հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Հաջորդ դիտարկումը դիմումատուների կողմից ներկայացված վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման տարբեր դրսևորումներին ենթադրյալ։ Դիմումատուն օրինակ պնդում է, որ պետության չեզոքության սկզբունքի խախտման եւ այսպես կոչված սոցիալական կաշառքի արկայություն է եղել, հղում կատարելով առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրմանը, կենսաթոշակների եւ նպաստների բարձրացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսական վարկերի, տոկոսադրույքների սուբսիդավորման վերաբերյալ կառավարության որոշումներին։ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին քաղաքականությունը, այդ թվում սոցիալական քաղաքականությունը։ Ավելին, Սահմանադրության 86-րդ հոդվածով սոցիալական պաշտպանությունը սահմանված է որպես պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։ Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Կառավարության ծրագրով նախատեսված էր թոշակների պարբերական բարձրացում, շեշտում եմ, պարբերական բարձրացում մինչև 2026 թվականը եւ փաստացի այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվել է 2019 թվականից, բարձր դատարան 2019 թվականից ի վեր թոշակները բարձրացվել են 6 անգամ, չհաշված հետվճարի վերաբերյալ իրավական կարգավորումների նախատեսումը, որի արդյունքում մենք ռեալ ունեցել ենք կենսաթոշակի բարձրացում։ Ես կարծում եմ ժամանակը թույլ չի տա, որ խոսեմ առողջապահության ապահովագրման մասին, դա եւս կառավարության ծրագրի մի մաս է եղել։ Գյուղատնտեսական գործունեության սուբսիդավորումը եւս։ Եվ եթե այս ամենը համարենք որպես սոցիալական կաշառք, կարող ենք ասել, որ կառավարությունը ընդհանրապես գործ չպետք է աներ եւ ուղղակի պետք էր գնալ տուն։ Կամ մնար որպես կառավարություն եւ գործ չաներ, ինչպիսի երևույթին ցավոք սրտի մենք նախկինում ականատես եղել ենք։ Այս փաստերը իմ կողմից ներկայացված վկայում են, որ խոսքը ոչ թե ընտրությունների նախաշեմին ընդունված մեկ անգամյա որոշման մասին է, այլ տարիներ շարունակ իրականացվող պետական սոցիալական քաղաքականության մասին է, որովհետև ես կրկնում եմ, որ այս գործողությունները, որոնք կատարվել են կառավարության կողմից եւ կրել են սոցիալական երաշխիքների ամրապնդման բնույթ, եղել են պարբերական եւ դա փաստագրված է։ Հետևաբար միայն այն հանգամանքը, որ այդ քաղաքականության հերթական փուլը համընկել է ընտրությունների ժամանակահատվածի հետ, ինքնին չի կարող վկայել պետության չեզոքության սկզբունքի խախտման կամ առավել եւս սոցիալական կաշառքի մասին։ Այդպիսի քաղաքականության իրականացումը չի կարող համարվել վարչական ռեսուրսի չարաշահում միայն այն պատճառով, կրկնում եմ, որ ժամանակահատվածը համընկել է սահմանադրությամբ կամ օրենքի մակարդակով, որևէ արգելք այս առումով չկա։ Սա նաև բխում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի 2016 թվականի ընդունված ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելում եւ արձագանքում համատեղ ուղեցույցից, որտեղ նշվում է, որ ընտրությունների ժամանակահատվածում պետք է շարունակվի
կառավարության բնականոն աշխատանքը։ Բարձր դատարան, ուզում եմ անդրադառնալ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ընտրական շեմ հաղթահարելու հետ կապված հարցին եւ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ հիմա քննարկվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության շեմը հաղթահարել, չհաղթահարելու հարցը 4%-անոց շեմի համատեքստում, բայց որևէ մեկը դիմումատուներից չի բարձրաձայնել այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ Բարգավաճ Հայաստանը ընտրությունների մասնակցել է ոչ թե դաշինքով, այլ կուսակցական ցուցակով։ Ընտրական օրենսգրքի այն կարգավորումը, որը հնարավորություն է տալիս կուսակցական ցուցակում ներառել ոչ կուսակցական անձանց, կուսակցության անդամ չհանդիսացող անձանց, բովանդակային իմաստով վերաբերում է անկուսակցականներին եւ ոչ թե այլ կուսակցության անդամ հանդիսացող անձանց։ Պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նշված կարգավորումը դիտարկել է որպես անկախ անձանց քաղաքական մասնակցության հնարավորության ապահովման ուղղված մեխանիզմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության կուսակցական ցուցակում 11 հոգի եղել են այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Փաստացի մենք ականատես ենք քողարկված դաշինքի գոյության, որը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ինչպես դիմողների, մյուս դաշինքների, այնպես էլ այլ բոլոր կուսակցությունների համար, որովհետև դաշինքները պետք է պայքարեն ոչ թե 4%-անոց շեմ հաղթահարելու համար, այլ 8% շեմ հաղթահարելու համար։ Եվ եթե չշրջանցվեին իրավական կարգավորումները, մենք հաստատապես կարող էինք խոսել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, այս դեպքում ոչ թե կուսակցության, այլ քողարկված դաշինքի կողմից 8%-անոց շեմ հաղթահարելու անհրաժեշտության մասին։ Մեծ է ցանկություն անդրադառնալ բոլոր այն դիտարկումներին, որոնք ներկայացված էին դիմումներում։ Մենք իհարկե գրավոր դիրքորոշում կներկայացնենք, բայց Ես խնդրում եմ լրացում տալ։ Բայց մեկի մասին ուղղակի չեմ կարող չխոսել։ Դիմումներից մեկում ասվում է, որ օրինակ Սամվել Կարապետյանի իրավունքները սահմանափակված են եղել եւ նա չի կարողացել քարոզարշավին մասնակցել այն դեպքում, երբ Սամվել Կարապետյանի պաշտպանները օրեր շարունակ պայքարում էին նրա համար, որ իրավապահ մարմիններն իրենց ասեին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կա սահմանված հաղորդակցության արգելք, անգամ այն բանից հետո, երբ իրավասու պետական մարմինը պաշտոնապես պարզաբանել էր, որ նման արգելք չկա։ Այսինքն իրավասու մարմիններն ասում էին, որ Կարապետյանը կարող է հաղորդակցվել, բայց փաստաբանները ասում էին, որ ոչ։ Ինչևից է, ամփոփելով խոսքս, կրկնում եմ, դիմումներում ներկայացված դատողությունները որոշ դեպքերում միայն փաստարկները չեն հաղթահարում այն բարձր իրավական շեմը, որը թե Վենետիկի հանձնաժողովը, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը սահմանել են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Ժողովրդավարական պետությունում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դառնալ արձանագրված յուրաքանչյուր խախտման ինքնանպատակ հետևանքը։ Այն կարող է լինել միայն բացառիկ միջոց, այն դեպքերում, երբ դատարանը համոզված է, որ խախտվել է ոչ թե ընտրական գործընթացի առանձին դրվագ, այլ հենց ժողովրդի ազատ կամքը։ Սույն գործով նման եզրակացության հանգելու համար բավարար ապացույցներ դատարանին չեն ներկայացվել։ Շնորհակալություն։ Իմ գործընկերները կշարունակեն։ Շնորհակալություն։